Ադրբեջանի հետ կապ ունեցող կազմակերպությունից դեռևս արձագանք չունենք, բայց ես շատ կարճ ներկայացնեմ, թե խնդիրը ինչին է վերաբերվում։ Apollo Strategic Communications անունով մի կազմակերպություն, որը տեղակայված է Լոնդոնում, ոչ թե մամուլի հաղորդագրություն, այլ փակ նամակ է շրջանառել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող բազմաթիվ լրատվամիջոցների շրջանակում, եւ այդ նամակով լրատվամիջոցների խմբագիրներին առաջարկվել է հանդիպում, որի ընթացքում տարբեր գործիչներ, թվով 4 գործիչներ տեղեկատվություններ կներկայացնեն Հայ-Դատի Ամերիկայի հանձնախմբի վերաբերյալ, ինչը ենթադրվում է եւ ոչ թե ենթադրվում է, նամակի մեջ էլ հստակ գրված է, որ նպատակ է հետապնդում վարկաբեկել Հայ-Դատի Ամերիկայի հանձնախմբի գործունեությունը, ցույց տալ հանձնախմբի գործունեության եւ ամերիկյան շահերի հակասություններ եւ այլն։ 4 անձինք, որոնց մասին խոսեցի, մեկը կոնգրեսական պաշտոնյա է, որի անունը չի նշվում, մյուսը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանի անունն է նշված, երրորդը հայազգի պատմաբան Նժդե Հովսեփյան եւ չորրորդը Թուրքիայի խորհրդանի նախկին պատգամավոր Կարո Փալյան։ Եվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս Apollo Strategic Communications կազմակերպությունը պատկանում է RSK Group կազմակերպությանը, իսկ RSK Group կազմակերպությունը իր հերթին բացի Apollo Strategic Communications կազմակերպությունից ունի մեկ այլ կազմակերպություն, դուստր կազմակերպություն, որ կոչվում է Azerbaijan Environment and Technology Center։ Ահա այս վերջին կազմակերպությունը ընդգրկված է Ադրբեջանում Կասպյան ավազանում էներգակիրներին առնչվող եւ հսկայածավալ ֆինանսական հոսքեր ենթադրող աշխատանքներում, եւ այստեղից է գալիս Հայ-Դատի Ամերիկայի հանձնախմբի մտահոգությունը, որ Լոնդոնում գործող այս Apollo Strategic Communications կազմակերպությունը իրականացնում է ադրբեջանական պատվեր եւ բնականաբար Լոնդոնում գործող որևէ անկախ կազմակերպության մտքով չպետք է անցներ, որ ուղղակի սեփական հետաքրքրությունների շրջանակում իրականացնի Հայ-Դատի Ամերիկայի հանձնախմբի նկատմամբ արշավ։ Ակնհայտ է, որ այս արշավի հետևում կա պատվիրատու, ի դեմս ադրբեջանա-թուրքական շրջանակների։